Կազմակերպիր մտքերդ, որպեսզի կարողանաս կազմակերպել կյանքդ։ Թափթփված և չկազմակերպված մտքերով դու չես կարող ունենալ կազմակերպված կյանք։ Ինչպես դա անել։ Առաջինը, մտքերդ դուրս բեր գլխիցդ, վերցրու թուղթ և գրիչ կամ հեռախոսիդ մեջ և սկսիր գրել բոլոր այն մտքերը, որոնք այդ պահին անհանգստացնում են քեզ և քո գլխում շատ ակտիվ են, և ամենակարևորը մի դատիր քեզ, ինքնախարազանմամբ մի զբաղվիր այդ պահին։ Այստեղ նպատակը պարզապես դատարկելն է քո գլուխը։ Երկրորդը, բաժանիր ըստ կատեգորիաների, սա շատ կարևոր է, այսինքն աշխատանք, եթե ուսանող ես ուսում, անձնական զարգացում, ընկերներ, ընտանիք, ֆինանս, առողջություն, սա շատ կարևոր է, որովհետև դու ավելի ոնց որ խոշորացույցի տակ վերցնես, թե որտեղ է կորում քո էներգիան կամ որտեղ ես դու ավելի շատ էներգիա և ժամանակ ուզում ներդնել, սա շատ կարևոր է։ Երրորդը, սահմանիր առաջնահերթություններ, այսինքն որ 3 բաներն են այդ պահին ամենակարևորը, ժողովրդի լեզվով ասած, այստեղ պետք է թացը չորից տարբերել, որովհետև եթե օրինակ դու ուսանող ես և ունես քննություն, բայց երազում ես ինչ-որ բիզնեսի մասին և քննությունդ փոխանակ պարապես նստած բիզնես պլան ես գրում, սա արդեն լավ չէ, կարևոր է թացը չորից տարբերելը։ Եվ չորրորդը, կազմակերպիր քո գործողությունները, մեծ նպատակները բաժանիր փոքր իրականացվող քայլերի։ Եթե օրինակ ուզում ես կազմակերպել կյանքդ, սկսիր ստեղծել օրակարգդ, սահմանել շաբաթվա պլան, բայց մինչև շաբաթը կարող ես օրվա պլան սահմանել քեզ համար, հետևել քնիդ, աշխատանքիդ ռեժիմին։ Եվ հինգերորդը, ժամանակ տուր ինքդ քեզ, շատ կարևոր է։ Կազմակերպված լինելը միանգամից չի լինում, դա սովորություն է, և պետք է ձեռք բերել, պետք է ինտեգրել դա քո կյանք, և իհարկե բնականաբար դու նույնպես պետք է ինտեգրվես։ Շնորհակալ եմ լսելու, ինձ հետ լինելու համար, ես քեզ մաղթում եմ լավ օր, մնա առողջ և իհարկե գրանցվիր ալիքին և կիսվիր այս տեսանյութով ընկերներիդ հետ։